Բանորեն երբեմն կադրային քաղաքականության մասին են ասում։ Ես ասեմ, որ դժգոհ եմ նաև այդ առումով, որտեղ չհաջողվեց մարդկանց այնպիսի մի շրջապատ ստեղծել կառավարության մեջ, որ սեփականաշնորհման հարցը ընդունեին որպես իրենց նաև անձնական ծրագիր եւ շահագրգռված լինեին։ Այսօր ընդունված կարգ է, պարոն վարչապետ, որևէ անհատի ուղարկել, ենթադրենք միության որևէ մարզ վարելանյութ բերելու կամ մթերք բերելու, ինչպես է դա կատարվում։ Սա կաշառակերության նման մի բան չի, ավելի լայն ծավալով։ Չէ, գիտեք ինչ, ասոցիացիաները իրենք մենք հնարավորություն ենք տվել, ասոցիացիաներ, կոոպերատիվներ կան, գնում են, բերում են ինչ որ քանակությամբ վառելիք, սնունդ, եթե մենք նայում ենք ընդհանուր այն ծավալի մեջ, որը բերվում է հանրապետություն, դա չինչին մի մաս է, հիմնականում նորից կառավարությունն է այդ գործերով զբաղվում։ Մինչ այդ ոնց էր, մենք փաստորեն հարաբերություններ ունենք նախորդ տասնամյակների ընթացքում, կենտրոնական իշխանությունների պայմանագիրը կնքվում էր, ստորագրվում էր ֆոնդը, լիմիտը, գնում եք այդ ապրանքը ստանում եք, հիմա դա արդեն հնարավոր չի։ Նույնիսկ եթե մենք պայմանագիր ենք 91 թվականի համար մենք ունենք պայմանագիր կնքված Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանի մարզերը իրեն չեն ենթարկվում։ Եվ Ռուսաստանը ինքը չէր կարողանում ապահովել։ Մենք սկսեցինք կապվել արդեն մարզերի հետ։ Վերջերս հայկում հոդված կար, որտեղ ՀՀՇ-ի նախկին ձեր գոլեգաները ձեզ մեղադրում էին դավաճանության մեջ։ Այս ինչ մեղադրանքեր եւ ինչպես դա կմեկնաբանեք։ Դավաճանություն, ինչ դավաճանություն։ ՀՀՇ կազմակերպությանը։ Գիտեք ինչումն է բանը։ Նախ եւ առաջ այդ կազմակերպության գաղափարական սկզբունքներին ես հարազատ եմ մնացել եւ հիմա շատ ուրիշներին կարող եմ մեղադրել, որ նրանք շեղվել են այդ ուղուց։ Կազմակերպության ինչ վերաբերում է կազմակերպության անդամներին, ապա ես մեծ մասնակցություն եմ ունեցել այդ կազմակերպությունը ստեղծելիս եւ բարեկամական հարաբերություններ ունեմ շատ եւ շատ անդամների հետ։ Ինչ վերաբերում է ղեկավարությանը, ՀՀՇ-ի ղեկավարությանը, ապա ես համարում եմ ոչ կոմպետենտ եւ այդ ղեկավարությունը ոչ կոմպետենտ, չգիտակցող մեր պետական եւ ազգային շահերը այս պահի, եւ եթե իրանք մտածում են իրենց ենթարկվել, իրանց չենթարկվելը դա դավաճանություն է, ապա իրանք կարող են այդպես շարունակել մտածել։ Ընդհանրապես մի հատ հիվանդություն կա, ես մեր ժողովրդին եմ տեսնում, բայց ելույթ բոլոր ժողովուրդների մեջ այդ բանը կա։ Մարդիկ հավաքվում են, ստեղծում են մի հատ կազմակերպություն եւ դրանից հետո աշխարհի երուսերին ամեն ինչին նայում են այդ կազմակերպության տեսակետից։ Այս քայլը, որ մենք անենք, կազմակերպությունը կուժեղանա, թե կթուլանա, այսինչ բանը կազմակերպությանը ձեռնտու է, թե ոչ։ Դա շատ ծանր կարող է նստել մեր ժողովրդի վրա։ Երբ է սկսվել ձեր ազգային գործունեությունը։ 65 թվականի ապրիլի 24-ին ես որպես ուսանող իհարկե մասնակցել եմ այդ ցույցերին, բայց իրականում իմ գործունեությունը սկսվեց 67 թվականից, երբ որ ես արդեն սովորում էի Մոսկվայի համալսարանում, այնտեղ մենք ստեղծել էինք մի կազմակերպություն եւ այդ կազմակերպության միջոցով կազմակերպում էինք 67 թվականին նորից ապրիլի 24-ին ցույց թուրքական դեսպանատան առջև։ Այդ օրերին սկսվեց իմ գործունեությունը քաղաքական ազգային ասպարեզում եւ դրանից հետո չի դադարել։ 67 թվականին ապրիլի 24-ից հետո կազմակերպիչներին ինձ, Եսայի Ստեփանյանին, Վրեժ Համբարձումյանին, որը մահացել է, Թախտաջան Կարենին կանչեցին կոմերտմիության բյուրո, մեր հետ խոսում էր Ռուսլան Խազբուլատովը եւ նա մեզ ասեց, որ պետք է համալսարանից դուրս գաք ու վերադառնաք Երևան։ Երբ որ մենք սկսեցինք բացատրել մեր դիրքորոշումը, ինքը ասեց, դե ես էլ ռուս չեմ, որ մեղադրում ենք ռուսական շովինիզմի մեջ, հիմա տարօրինակ է, որ ճակատագիրը բերեց նրան, հիմա մենք հանդիպում ենք արդեն լրիվ ուրիշ պայմաններում։ Դրանից հետո Երևանում է շարունակվել Համենայնպես դրան այդ 21 տարեկան հասակից հետո ինձ համար միջ առաջնահերթը եղել է այս պայքարը, մնացածը եղել են երկրորդական։
Չնայած եղել են ժամանակաշրջաններ, որ պայքարը ամբողջ իմ ժամանակն է խլել, եղել են ժամանակաշրջաններ, որ տրվել է կենցաղին, հիասթափություն է առաջացել այս շարժումից, բայց անընդհատ այդ ձգտումը կար եւ նա էր մղող ուժը։ Այն ժամանակ կարող եք ենթադրել, որ պետք է ի վերջո խոշոր քաղաքական գործիչ, պետական գործիչ դառնաք։ Դժվար է ասել, երևի այդպիսի երազանքներ են նույնիսկ եղել, բայց ես ասեմ, որ 67 թվին այդ ապրիլի 24-ի ցույցի կապակցությամբ մենք հանդիպում ունեցանք Համոակի Միջհարությունյան կար, սովետական միության դեսպաններ Կանադայում, այդ ժամանակ նա ղեկավարում էր արտաքին գործերի նախարարությունում Խորհրդային Միության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետներ, շատ մեծ հարգանք ուներ Մոսկվայում, եւ մենք ուսանող տղաներ էինք, բայց ինքը մեզ հավաքում էր եւ որոշել էր մեզնից քաղաքական գործիչ։ Որտեւ ասում էր միայն ապրիլի 24-ով, միայն ազգային երգեր երգելով դեռ քաղաքական գործիչ դառնալ չես կարող։ Նա մեզ դասախոսություններ էր կարդում, հանդիպումներ էր կազմակերպում լայն հասարակական շրջանակների հետ, մտավորականության հետ։ Նույնիսկ ասեմ, որ անընդհատ իրենց տուն ճաշկերույթի էր հրավիրում եւ սովորեցնում էր, թե ամերիկյան պրոտոկոլով ոնց է պետք ուտել, եվրոպական, դիվանագիտական պրոտոկոլ, շատ հետաքրքիր մարդ էր։ Պարոն վարչապետ, արդյոք գոյություն ունի Վազգեն Մանուկյանի ազգային ծրագիրը։ Իհարկե գոյություն ունի այդ ազգային ծրագիրը։ Այդ ազգային ծրագիրը ես փորձել եմ նախորդ ժամանակաշրջանում պատառ առ պատառ բացադրել եւ իմ ելույթների մեջ, որոնց թիվը շատ քիչ էր, ես շատ հազվադեպ եմ ելույթ ունենում, եւ հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքների մեջ եւ գնացքի թռչելու ժամանակն է հոդվածաշարի մեջ եւ երբեմն ես հիմա օգտագործում եմ այդ ազգ կազմակերպություն, համաշխարհային ազգ, իդեպ ասեմ, որ նոր չեմ օգտագործում, դա 2 տարի առաջ էլ եթե ելույթներս նայեք, ես օգտագործել եմ նաեւ այն ժամանակ այդ գաղափարները։ Ինձ համար մի բան ակնհայտ է, որ համաշխարհային պատմությունը դա տարբեր ազգերի պայքարը իրենց իշխանությունը, իրենց ազդեցության ոլորտը մեծացնելու համար։ Այդ պայքարը միայն ռազմական չի, եւ տնտեսական է, եւ մշակութային է, ամեն ինչ։ Այդ պայքարի մեջ հաղթում է ուժեղը, ով ավելի կազմակերպված կլինի, ով ավելի միաձուլ կլինի, եւ միշտ հարց է առաջանում ազգային ինքնակազմակերպման մասին։ Ազգի ինքնակազմակերպման կարևորագույն էլեմենտը դա պետությունն է։ Այն ազգերը, որոնք հավաքված են մի պետության մեջ, բավարարվում են ինքնակազմակերպման այդ եղանակով, ստեղծվում է պետություն, որը շարունակում է պայքարը այդ ազգի հզորացման, հետևաբար եւ իր ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու, բարելավելու նրանց վիճակը եւ այլն։ Այն ազգերը, որոնք սփռված են աշխարհով մեկ, օրինակ հայերը, որոնց 50%-ից ավելին Հայաստանից դուրս է գտնվում, նրանց միայն կազմավորվելը որպես պետություն, որը խիստ անհրաժեշտ է, բայց բավարար չի, դա կնշանակի մենք հրաժարվենք մեր ազգային հզորության, սահմանափակենք մեր ազգային հզորության պոտենցիալը։ Դրա համար մենք որպես համաշխարհային ազգ, աշխարհով մեկ սփռված ազգ, համաշխարհային բառը միայն սփռված լինելը չի, ուրիշ հանգամանքներ էլ կան, ես հետագայում երևի ավելի մանրամասն կխոսեմ։ Մեզ բերում է այն եզրակացության, որ պետք է կազմակերպվի ողջ ազգը։ Դա չի նշանակում չունենալ կուսակցություններ, դա չի նշանակում չունենալ դեմոկրատիա, բայց կազմակերպչական ստրուկտուրաներ պիտի լինեն կառույցներ, որոնք համախմբում են ամբողջ ազգը, եւ դրա շնորհիվ մեր ազգային խնդիրները լուծելիս մենք արդեն կհենվենք ոչ միայն մեր հանրապետության հզորության վրա, այլ ողջ աշխարհի հայության հզորության վրա։ Բայց այդ խնդիրները լուծելու համար առաջնահերթ մի բան կա, պետք է ունենալ անկախ պետություն։ Առանց դրա բոլոր այդ խնդիրները անիրականանելի են։ Մեր վարչապետի հետ տեղի ունեցած զրույցներից մեկի ժամանակ նա ասաց, որ դուք արդեն 25 տարի է բարեկամներ եք։ Վեհապարտեր ինչի նկատի ուներ նա։ Ես մեծ հաճույքով ուզում եմ պատասխանել այդ հարցին։ Ճշմարիտ է այդ։ Հիմա չգիտեմ 20-25 դա կամ 20 տարի մոտավորապես գա,
երբ ինձ համար շատ անագնգալ եղավ եւ շատ հաճելի, որ մի խումբ երիտասարդ ուսանողներ կամ նորավարտած մաթեմատիկական կամ ֆիզիկայի ֆակուլտետներ, մի խումբ այդպես 7-8 հոգի հարաբերության մեջ մտան ինձ հետ, հատկապես դարեն մի քանի անգամ այցելում էին հավաքաբար, շնորհավորելու համար Շուրջ Ծննդյան տոնը կամ Շուրջ Սարգի տոնը կամ ուրիշ կարևոր առիթներով երեկոները գալիս էին հենց այստեղ իմ շուրջ եւ զրուցում էինք այդ խումբի մեջ առաջին շարքերին պատկանում էր նաեւ Վազգեն Մանուկյանը այն դեն ուրեմն շատ երիտասարդ եւ իր խոսքով, իր վերաբերմունքով աչքի էր ընկնում մյուսների հետ միասին։ Ես մեծ, ինչպես ասեցի, կողմնակությամբ հիշում եմ այդ հանդիպումները եւ այն զրույցները, որ միասին ունենում էինք հավաքաբար։ Անշուշտ պետք է ասեմ, որ այդ զրույցները քաղաքական բնույթ չէին գրում, բայց զգում էի ես նրանց մեջ հայկական ազգային ոգու զարթոնքը, այսպես ասեմ, սկզբնավորումը մի տեսակ աբակա իսկական զարթոնքի։ Զգում էի, որ երիտասարդները, որոնք տարբերվում են մյուսներից եւ որոնում են, այսպես ասած, ինչպես հիմա սովորություն ենք ասելու, որոնում են եւ ուզում են հաղորդակից դառնալ մեր ժողովրդի ազգային ակունքներին եւ որոնցից մեկը անշուշտ գլխավոր հենց մեր առաքելական եկեղեցին է եւ այդ առիթներով ես խոսում էի նրանց մեր եկեղեցու մասին, մեր ավանդությունների մասին, մեր պատմության հետ կապված հարցեր, հատկապես հետաքրքրվում էին Սփյուռքի հայ կյանքով, որտեղ այնադեն չկային այն սերտ հարաբերությունները, որ հիմա կան, այնադեն միայն եկեղեցին է, որ որոշ կոնտակտի եւ հարաբերության մեջ էր անշուշտ Սփյուռքի հետ, մեր եկեղեցական կենտրոնների հետ, եւ տեսնում էի, որ նրանք հետաքրքրվում են, նույնիսկ զարմանում էի, որ վերջապես մարքսիզմ, լենինիզմ սովորած մարդիկ այսպես հաճույքով եւ ծարավով ուրեմն ուզում են հաղորդակից դառնալ մեր հին արժեքներին։ Այդ խումբին էր պատկանում առաջին շարքերին էր նաեւ ինքը Վազգեն Մանուկյանը, ուրիշների հետ միասին, ինչպես Վրեժ Համբարձումյանն էր, Եսայի Ստեփանյանն էր, Լուդվիգ Խաչատուրյանն էր, Պապկենն էր եւ ուրիշներ, որոնք անում եմ չեմ հիշում։ Վազգեն Մանուկյանի մասին ես հատկապես 3 կարևոր հատկանիշներ գուզեի ընդգծել։ Նախ այդ տպավորությունը համոզում ունեմ իմ այդ 20 տարիների հանդիպումներից եւ նույն տպավորությունը ունեմ նաեւ հիմա այս վերջի իր գործնեության քաղաքական գործի ղեկավարի շրջանից, որ նա խորապես բացարձակապես անգեղծ մարդ է, մտածում է ասում է այն ինչ որ իրապես մտածում է, զգում ես որ նա ինչ որ ասում է այդ ասածի հետևը ուրիշ մտածում չկա թաքնված, այսինքն բացարձակ անգեղծ է եւ համարձակ։ Երկրորդ իր մտածողության մեջ սկիզբից նկատում էի հիմայալ էլի բացառիկ չափով իմացական իր կառուցվածքով
մտածումի հստակություն ունի։ Ինչ որ ասում է շատ հստակ է։ Կարող է երբեմն համաձայն չլինել գուցե, այդ ուրիշ հարց, բայց իր ասածը, իր անգերձ ասածն է, հստակությամբ է ասում եւ համարձակությամբ է ասում։ Եվ ոչռականությամբ։ Ահա այս մի քանի բառերով գուզեի բնութագրեն իր անձնավորությունը եւ այս բոլորը հագեցված են ազգային ամուր զգացմունքներով։